Լիլիթը շատ է սիրում նկարել, ամենից հաճախ արև է նկարում, դա այն է, ինչ անհրաժեշտ է Լիլիթին գոնե մի որոշ ժամանակ իր հիվանդության մասին մոռանալու համար։ Խոնավությունն ու ցուրտը նրա առաջին թշնամիներն են։ Լիլիթը 11 տարեկան է, ապրում է Արարատի մարզի Սիփանիկ գյուղում։ Նրանց տունն արդեն 2 տարի է այս կիսախարխուլ վագոն տնակն է։ Կողքի քարաշեն կառույցը ստորգետնյա ջրերից վթարված նրանց նախկին տունն է։ Փրկարարները փլված պատի տակից են հանել Լիլիթին։ Այս մի քանի քառակուսի մետրի վրա ապրում են Լիլիթը, նրա փոքր եղբայրը, մայրն ու տատիկը։ Ընտանիքի բոլոր անդամներն առողջական խնդիրներ ունեն, բայց ամենից լուրջը Լիլիթի վիճակն է։ 3 տարվա հազի մշտական նոպաներից հետո պարզվել է, որ Լիլիթը տառապում է մուկովիսցիդոզ անբուժելի հիվանդությամբ։ Այն ախտահարում եւ քայքայում է ներքին օրգանները։ Այս սարքը նրա երկրորդ թոքերն է։ Հազի նոպաներից, որոնք օրվա ընթացքում կարող են 20-ից ավելի լինել, Լիլիթը շնչահեղձ է լինում։ Ամեն օր 18 հաբ է խմում։ Բժշկական հետազոտությունն ու դեղերն անվճար են, բայց դրանք անօգուտ են, եթե չփոխվեն Լիլիթի կենցաղային պայմանները։ Այս կացարանում անհնար է հիվանդություն ձեռք չբերել։ DSP-ապատ տնակը փոշի եւ այլ վնասակար նյութեր է արտադրում։ Տանիքը կաթում է, իսկ պատերի բարակության պատճառով առնետներն այս տնակի մշտական հյուրերն են։ Բնական աղետից վնասված տունը վերանորոգելու կամ նոր կացարան ստանալու ընտանիքի բոլոր ջանքերն ապարդյուն են։ Դիմել եմ եւ կառավարություն, ինձ կառավարության աշխատակազմի ղեկավար Ղազարյանը պատասխանեց, որ հարցը քննվում է, իսկ մեր մարզպետը, նախկին մարզպետ Հովակիմյանը, գրավոր պատասխանը ինձ մոտ է, ամբողջ փաստաթղթերը իմ ձեռքին են, որ նրանք մերժել են, որովհետեւ բյուջե չունեն, չեն կարող օգնել։ Այնտեղ, ուր այդպես էլ չհասավ պետական հոգացությունը, այսօր հասարակական ու անհատական բարեգործությունն է մուտք գործում։ Այս տոնածառը հեռուստացույցը Գորգն ու Լիլիթի խաղալիքները նրա նոր ընկերների նվերներն են։ Լիլիթն իրեն ուշադրության արժանացնող բոլոր այցելուներին իր ընկերներն է համարում։ Այս անգամ նրա հյուրերը Երևանի պետական համալսարանի ուսանողներն են։ Անցյալ շաբաթ արևելագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողները ֆուտբոլ են խաղացել, իսկ ընթացքում տեղադրված արկղերի միջոցով գումար հավաքել Լիլիթի համար։ Հավաքված 100,000 դրամը հանձնեցին Լիլիթի մայրիկին։ Այսպիսի արդյունք երբեք չէի սպասում։ Շնորհակալ եմ բոլոր բարի մարդկանց, ովքեր աջակից են իմ փոքրիկին։ Աստված պահապան լինի բոլորին։ Լիլիթի մանկությունը փրկելու եւ այս պայմաններից ազատելու առաջին ահազանգը լրագրող Գրիշա Բալասանյանի հոդվածն էր, որը բարեգործության մի մեծ ալիք բարձրացրեց։ Այդ նյութը ձնագնդու պես այսպես տարածվեց Հայաստանի սահմաններից դուրս անցավ նույնիսկ։ Բոլորը սկսեցին օգնության առաջարկներ ներկայացնել, մենք էլ որոշեցինք հաշվեհամար բացել, ցանկանում ենք տուն գնել իրենց համար։ Տունն ուզում են գնել մինչև նոր տարի, հաշվեհամարին արդեն փոխանցվել է անհրաժեշտ գումարի մեծ մասը, դրամահավաքը դեռ շարունակվում է։ 1000 դրամը շատ դեպքերում այնքան անիմաստ բաների վրա ենք ծախսում, բայց եթե հասկանանք, որ այդ 1000 դրամը կարող է փրկել մեկ ընտանիք, կարծում եմ յուրաքանչյուրն էլ կփոխանցի եւ հույս ունենք, որ կփոխանցի։ Լիլիթի հիվանդությամբ մարդիկ Եվրոպայում ապրում են մինչև 60 տարեկան, սակայն կենցաղային բարենպաստ պայմանները, նորմալ սնունդն ու առանց սթրեսի մանկությունը կարևոր նախապայման են։ Այն օրվանից, ինչ սկսվել է Լիլիթին մանկություն նվիրելու նախաձեռնությունը, նա ավելի հաճախ է ժպտում։ Գրեթե լաց չի լինում, պակասել են անգամ նրա հազի նոպաները։ Արևի ձգտող ու արևի պես լուսավոր Լիլիթը չի հուսահատվում, իսկ մորը հորդորում է այլևս չարտասվել, բարի մարդիկ նրան ապրելու հույս են տվել։ Ցոլնե Միքայելյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։